Հարևցես, անշուշտ պիտի շարունակեմ Սիլահդարի բարձեզները, Ալեմդաղի գոչված մասը։ 7 տարեկան էի, երբ դունեմ փոխադրվեցանք։ Հայրս վարձեր էր նույն թաղին մեջ ավելի ընդարձակ դունմը, որ ուներ 14 սենյակ, ընդարձակ բարդես, տարաթափերով և 2 փակ։ Հայրս իր բնավորության չէր գրնար համագերվել միջակ և համեստ կյանքի։ Ան չափազանց լավադես էր և ցկտում ուներ ամեն ինչ մեծ տեսնելու։ Իր ծրագիրները, որոնք բավականին հարուստ երևակայության արդյունքներ էին, համապատասխան չէին իր նյութական միջոցներուն։ Հորս այդ դրամատուրգությունը մեծ դժվարություններու կմատներ զինքը, բայց անիկա ընկճվող մարդ չէր։ Այդ միջոցին իր արհեստանոցը բավականին հասույթ կբերեր լայնորեն ապրելու համար, և մորաքույրերս համաձայնել էին տան վարձ կվճարել իրենց աշխատանքի արդյունքով։ Անմիջապես որ փոխադրվեցանք նոր տունը, հայրս գահավորել տվավ իր ճաշակին համաձայն և համաձայն և սկսանք ապրիլ լայն և ուրախ կյանքով։ Ազգականներ, բարեկամներ գուկային, օրերով հյուր կմնային։ Հայրս կերտար շուկա և գղրգեր ոչ նվազ կան գես ոչխար, ազնիվ տեսակի ծուկեր, զանազան բանջարեղեններ և միրգեր։ Երբ անգամ տունը կլեսվեր բարիքներով, հակառակ որ բազմանդամ ընտանիք էինք, հայրս կհամարեր, որ լավագույն է մարդիկ հրավիրել, որպեսզի օրը ուրախ անցնի։ Ժրաչան մորաքույրերս և հայրս ինքը ամբողջ շաբաթը ճարաճար կաշխատեին և գիրակի ու տոն օրերը կմսխեին ոչ միայն իրենց վաստակը, այլև ավելին։ Բարտկերը կթիզվեին վաճառողներու մոտ և երբեմն հայրս հարկադրված կլար վաշխով դրամ փոխարնել քիչմը ոսկեզօծելու համար կացությունը։ Այդ շրջանին ամեն տարի քարնան երթայինք Ալեմդաղի զբոսնելու։ Հայրս կվարձեր 2 սայլ, որոնց վրա կսարքեին հովանիներ։ Սայլերու մեջ կզետեղեին անգողիններ, բարձեր, ծածկոցներ և ետևները կկապեին մեծ սակարներ լիքը ամեն տեսակ ուտելիքներով։ Հետո մեծ ու բզդիկ բարեկամներ և երբեմն տրացիներով կտեղավորվեինք սայլերու մեջ և իրիկնամուտին ճամփագելեինք։ Եզներու լուծված սայլերը կհառաջանային գրնչելով Üsküdarի փողոցներեն։ Տղամարդիկ քայլելով երթային մինչև Պոստայոլը և այնտեղ կմիանային մեզի և կշարունակեին քայլել սայլերու 2 կողմերեն։ Կացնեինք Թոփանյա օղլի պողոտայեն և կհասնեինք Սարıkhaya տեղին ժայռ, ուր հետո դուրս կելլեինք քաղաքեն։ Küçük Çamlıca'yı ըստորադեմ դառնալով և կմտնեինք Յալնը Սերվի օվասը, առանցին նոջի հովիտը։ Ընդհանրապես կընտրեինք լուսնակ գիշեր։ Փոքր քույրս վաղուց գնացած կլար մորը գիրկը, բայց ես աչքերս 4 բացած կդիտեի շուրջս և ավելի ճիշտ ներուժորեն կապրեի ամեն մեկ րոպեն։ Հովիտեն անտին երևեին Ղարիշտաղի լեռներու գոհագավորումները։ Լուսնի լույսին տակ հովիտը կպարզվեր մեր առաջ սադափային ցոլքերով։
մեզ հետ կլային անվրեպ երկող մարդիկ և նվագածուներ։ Սայլերը գրինչին և եզներու վիզեն գաղված փոժոժները հնչյուններուն կմիանային անոնց սիրադարբ և դխուր երկերը։ Այդ մարդոց հարաճակին երկերը լսելով ինձ կտվեր, թե անձնական դարաբանք գարդայդեն, մանավանդ երբ հաջող իրենց երկը գնդհադեին և գգոչեին աման, աման։ Եթե դիկրան մոր եղբայրս մեզ հետըլար, կխնդրեին, որ երկե և անիր բանաստեղծությունները երկե, երբեմն համբադրաստից ներշնչվելով դեղեն կամ մերգացութենեն։ Բայց ես անհամբեր կսպասեի այն րոպեին, երբ Երանիկ մորաքույրես պիտի խնդրեին, որ մեմոն երկե։ Սա ժողովրդական հովվերգություն մներ բազմատեսակ տարբերակներով։ Ամեն մեկը իր մեմոն ուներ։ Երանիկ մորաքույրս յուրահատուկ մեմո մգերքեր։ Ան գտժգամամգեր սկսիլ նազ գներ կմերժեր։ Այնադեն երկու սայլերեն գին և դղամար միապերեն կսկսեին։ Şu karşıki dağlarda koyun ölmüş, aman Memo, canım Memo, dertli Memo, hey. Անկամ որ Երանիկ մորաքույրս ցայնը գխարներ ամենուն երկին, մյուսները հետս հետը գլրեին և մորաքույրս ինքնիրենը կշարունակեր մինչև վերջը իր ինքնուրույն մեմոն։ Այդ երկը խորաբես գաստեր ամենուն վրա։ Մարդիկ գտարնային ինքնամփոփ ու լրին և հանգարց մեկ կհարաչեին արձագանք տալով ներքին հույզերում։ Ու սայլերը թալար ոսկերով զարդարված թանթաղորեն և գրնչելով կհարաչանային յալնսևլի օվասիեն։ Այս այն ջամփան էր, ուրգե մեծ հայրերս առաջնորդած էին իրենց կարավանները։ Դիկրան մոր եղբայրս կհիշեր և կկոչեր. վայ Շիրին, վայ Ֆարհադ։ Օղի շիշը գանձներ ցերկ և դղամարդիկ կխմեին զեմանին ցավերը մոռնալու համար։ Երբեմն հակառակ ուղղությամբ եկող գյուղացիներ, որ հեռավոր գյուղերը գատնամթերք կդանեին քաղաք, ցիու կամ էշու վրա բերնցուցած և իրենք հետիոդն հանդիպելով մեր սայլերուն գանք կառնեին և կպարևեին մերաբա, ուռլար օլար կպատասխանեին դղամարդիկ։ Հակառակ սակայն արթուն մնալու ցանկությանս գլուխս կտնեի բարձիմը վրա և կքնանայի։ Այգուն առաջին բահուն աչքերս կբացվեին։ Մեր դիմացը կխտանային ալեմ դաղի անտառները։ Սայլերը կամաց կմոտենային և կանգ կառնեին անտառի մուտքին։ Խորու բաշը կոչված տեղը։ Կիջնեինք սայլերեն և կնախաճաշեինք։ Հայրս շերտ կգդրեր դապկված միսը և կբաժներ մեզ առատությամբ։ Դուրս բերել կուտար սագարներեն տեսակ աղանդերներ և իր ամբողջ հաճույքը աներ, որ ամենք կլիանան գոհ և ուրախ ըլլան, և այդ էր իր երջանկությունը։ Անտառը իր զով և թանձր բուրմունքով, իր մթին գամարներով, իր անհամար շշուկներով, իր բզեզներով և խորհրդավոր ու վայրի կյանքով ինձ կհրաբրեր և կգրավեր։ Կուզեի երթալ մոլորիլ անոր արահետներու մեջ և քանի ինձ ըշքոֆրացնեին պատմելով օձի և գայլի սարսափելի պատմություններ, այնքան կհրաբուրվեի,
գվախնայի եւ գսիրեի վախնալ եւ հաջույքով անցնադուր գլլայի այն սարսուրին, որ չի գիտեր թե անդարին զովուտյան հետևանքներ, թե անորոշ սարսափի։ Բայց արևը թեր չպասրացած գմտնեինք սայլերը և սայլաբաններու ձանոտ ճամպաները կմխրջվեինք անդարին մեջ։ Ընդհանրապես առաջին օրը գանցնեինք թաշտելեն, ոչխարմը խորովեինք և քիչերը պացոտյա պսյատներու վրա անցնել է ետք, հետևյալ օրը գերտայինք էլմալը, ուրգե հետո գվերաթարնայինք Üsküdar։ Անգամը Ալեմդայի մեր ճամփորդության ընկերակցած էին երկու թերահաս բադանիներ, 13-14 տարեկան, որոնք Բերբերյան վարժարանի աշակերտներ էին։ Անոնց մեներ Թեոդիկ Լապջինջյան և մյուսը Դիրամ Չրակյան։ Թաշտել են կեդինը փրված պսյատներու վրա ընգողմանած արդասանեցին Բեշիկտաշլյանի և Թուրյանի ոդանավորներ։ Ես անհակ հետաքրքրությամբ գլսեի և խոսքեր, երբեմն բարեր ինձ անսահման հուզմունք կպատճառեին։ Հայրս երկու անգամ գրկնել տվավ Բեշիկտաշլյանի եղբայր ենք մենքը և հետո բադանիներուն խոսելու բանաստեղծության իմաստին մասին և բացատրեց հայ պատրիարքարանի կատարած հալածանքները կաթոլիկ հայերու դեմ։ Ես դեռ այնադեն շատ բան չի հասկնար այդ խոսքերեն, բայց կհիշեմ, որ հորս խիստ քննադատությունները մեր սևագլուխներու մասին ինձ ներշնչեց տեսակ մեղբարդություն հորս արդարամտության համար։ Տասնյակ տարիներ ամեն քարնան կկատարեինք այդ ճամփորդությունը։ Տարվե-տարի հորս նյութական վիճակը վատ տարածավ։ Նեղ օրերը բազմացան և լայն օրերը դարձան հազվադեպ։ Դանվարձքը չէինք կրնար վիճարել։ Զանազան բարդադերներ թուրը ցերկ կառնեին, բայց հայրս նոր բարդ կգներ, ծանոթ անծանոթ կհրավիրեր և գերտային Ալեմդաղի։ Այո, այսօրվան ընթերցելիք մասս այսչափ է, հաջորդին դարձյալ կտեսնվի, ցտեսություն։